Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բայց օրինակ հենց դուք Նիկոլ Փաշինյանի հեռանալու եւ կառավարական համահանոցը լքելու մասին հրաժեշտի տեսանյութում անձամբ չէի բացառել, որ կարող է ձեր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, հղում անելով Հակագործության կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի ազգային ժողովում վերագրվել հարց պատասխանին։ Այդ դեպքում սա ինչպես կմեկնաբանեք, խոսքը ինչի մասին է։ Ես ձեզ հորդորում եմ մի քիչ ավելի վերլուծական էլեմենտը աշխատանքի մեջ ավելացնել։ Իմ նշված տեսանյութի մեջ ես հղում եմ անում ձեր նշած անձնավորությանը, ձեր մասով վերլուծական էլեմենտը ավելացնելու պարագայում դուք կթերթեք 2 օր առաջվա նրա հարցու պատասխանը լրագրողի հետ, որտեղ հարց է հնչում հնարավոր է, որ գործ հարուցվի եւ այդ հարցը մնում է անպատասխան, ինչից ենթադրում եմ, որ հնարավոր է։ Եվ իմ հղումը բացառապես ոչ թե ես անձամբ այդպիսի կարծիք եմ հայտնում, այլ տեղի է ունեցել փաստ, հնչել է հարց, հետևել է պատասխան, որը տալիս է մեկնաբանության նման հնարավորություն։ Բայց մեկնաբանություն չի բացառում, եթե դուք այդպիսի հայտարարություն եք անում, ես իդեպ լսել եմ պարոն Նահապետյանի ձեռնարկաբերդում լրագրողների հարցերի պատասխան, թե նա ինչ ասել, բայց դուք հիմա սխալ հայտարարություն եք մեջ բերում։ Իմ ասածը դրա մասին չէր։ Բայց մեկնաբանություն չի բացառում, այսինքն դուք այդ ժամանակ ինչ եք նկատի ունեցել, Նկատի եմ ունեցել, որ հարց է հնչել, հնարավոր է արդյոք, որ գործ հարուցվի, ուսումնասիրություններ տեղի ունենան Իմ Քայլյան հիմնադրամի դեմ եւ այո, պատասխանից ենթադրել է, որ հնարավոր է։ Այդտեղ իմ դերը ո՞րն է։ Ընդհանրապես հղում եմ արել։ Հղում եմ արել հանրահայտ փաստին։ Համեցեք դուք ասեք։ Ես ուզում եի հարցնել նախ տեսեք ասում կանանց իրավունքներ։ Գրեթե նույն իրավիճակը, գրեթե նույն փաստերը, որ բացահայտվել են լրատվության ժամանակ, Գոհար Ղուշյանի հետ եք աշխատել։ Դուք նրան երբևիցե մտածել եք պաշտպանել։ Օրինակ այլ ուժ է եւ եթե դուք պաշտպանեք, ինչպես ինչ-որ ասոցիացրեք այլ ուժերի հետ։ Սա մեկ։ Երկրորդը ասում եք ձեր ընտրության ազատ ընտրության իրավունքն է խախտվել։ Հիպոթետիկ հարց եմ տալիս, կարող չպատասխանել։ Հնարավոր է որ Քոչարյանի ընտրել կամ Վարդապետյանի։ Տեսեք, դուք այս պահին, ուրեմն մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները, որը պաշտպանում է իմ եւ ձեր իրավունքները հավասարապես։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պաշտպանում է իմ եւ ձեր եւ սենյակում ներկա բոլոր մարդկանց Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրող քաղաքացիների իրավունքները հավասարապես։ Հայաստանի բոլոր օրենքները մեզ պաշտպանում են հավասարապես։ Դուք հիմա ձեր հարցով ուղղակի ոտնահարում եք այդ օրենքները եւ դնում եք խոցելի իրավիճակում ոչ միայն ինձ, այլև ձեզ։ Դուք ինձ տալիս եք հարց, որը չի կարելի տալ, պարզապես չի կարելի։ Նման հարց մեկ ընտրող, մեկ ուրիշ ընտրողի պարզապես իրավունք չունի տալու, եթե դա սոցիոլոգիական հարցում չէ, ընտրված մասնագիտական կազմակերպությունների կողմից, չի կարելի։ Նույնիսկ նման հարց հնչեցնելը կոպտագույն խախտում է իմ եւ ձեր իրավունքները պաշտպանող օրենսդրության, որոնք մենք պետք է փայփայենք առաջին հերթին, որպեսզի պաշտպանված լինենք։ Դուք հիմա խախտեցիք եւ մյուս հարցը, ձեր առաջին հարցը, այդ կնոջ, այո, դուք ձեր հարցի մեջ ասեցիք ձայնագրություն։ Եվ ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, նաև տեխնացու է այդ անձնավորությունը։ Հասկանում եք, կրկին կամ տեխնացու չէ, բայց կուսակցության անդամ է։ Դրանք կրկին նյուանսներ են, որը կարելի է ուշադրություն, բայց կին է, բայց ինչ կապ ունի, կանանց իրավունքները հավասար են։ Պետք է լինեն հավասար, այսինքն տվյալ պարագայում կինը, եթե կուսակցական է, եթե կան առավել ևս ձայնագրություն, եթե համեմատել եւ ինձ դնել այդ հարցը ինձ ուղղել, առնվազն
ճիշտ չէ, ինչ ասեմ։ Լավ, իսկ ձեր ծրագրերը կարող է հետաձգել կողմը։ Տեսեք, ոչ մի պատճառ չկա ծրագրերը հետաձգելու, որովհետև ոչ մի դրույթով իմ քայլը հիմնադրամը չի խախտում իր գործունեության ընթացքում որևէ օրենսդրություն Հայաստանի Հանրապետության, որևէ դրույթով։ Եվ ծրագրերը հետաձգել չենք կարող, որովհետև ունենք պարտավորություններ, եւ ունենք կնքված պայմանագրեր։ Եվ մեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է, եւ մեր միջազգային գործընկերների հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են։ Մեր պարտավորությունները, որ պայմանագրերով մենք ստանձնել են գործընկերությունների հետ, ովքեր գումար են փոխանցում, ում հետ ունենք որևէ ծրագիր, ունենք ժամանակացույց, ունենք աշխատանքի բաժանում, մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերներին եւ կատարել պայմանագրերով մեր ստանձնած պարտավորությունները եւ իհարկե չեն կարող կասեցնել առավել եւս եթե որևէ ձևով օրենքը չեն խախտում համեցեք որովհետեւ ինքը չի տվել հարց որովհետեւ մեկը իհարկե ավելի պակաս չի դասում ձեր իրավունքները մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները դուք ձեր խոսքում նաև նշեցիք որ հարցում արեք տեսեք ասոցիացիում եմ ես իմ կամին քայլը հիմնադրամը քաղաքացիական պայմանագրի հետ թե ոչ հիմա եթե մենք գնանք եւ հարցում իրականացնենք եւ այդ հարցման արդյունքում պարզվի որ այո ասոցիացիա կա այս դեպքում ինչ է արվելու եւ ձեզ հենց հիմա ճիշտ ասած էջից բերեք ձեր իմ քայլը հիմնադրամի դրում եթերն է որը քաղաքացիական պայմանագիր աջակցքի համագիրների խումբը իրենց դիճով տարածել սա ասոցիացիա չէ Տեսեք, երբ որ դուք գնաք հարցումն անեք եւ ասոցիացումը փաստ դառնա, պարզվի որ բոլորը ասոցիացում են, դրանից հետո պետք է բերեք օրենքի այն կետի այն մեջբերումը, որը արգելում է ասոցիացվող անձին կամ հիմնադրամին գործունեություն ծավալել։ Հուսով եմ, որ կբերեք, բայց չկա այդպիսի օրենքի բան դրույթ։ Եթե նույնիսկ ասոցիացնում են, դա խոչընդոտ չի հանդիսանում Հայաստանի, մենք գործում ենք օրենքներով եւ օրենսդրությամբ, չէ՞։ Այո։ Տեսեք, ես ուզում եմ ուղղակի տրամաբանությունը հասկանալ։ Նախ մեզ անկեղծ այս ընթացքում հասկացում շատ զարմանալի է, որ հրավիրել եք ասուլից Դանիել ԵՒանեսյանի դեմ հաղորդում տալու մասին եք հայտ արարողանալը եւ կդրեք միտես ձեզ զոհի կերպարում եք դրել, որ ձեզ թիրախավորել են եւ հիմա ուզում եք այս ընտրական փուլում որպես կին, որպես չգիտեմ, հանրային փոքրիկ թիրախավորել, բայց իմ եւ գործընկերների բոլորի հարցերը տրամաբանության շրջանակներում են, օրենքները մի կողմ, օրենքները թեպետ բոլորի համար հավասար են, բայց մենք տեսնում որ շատ դեպքերում ընտրողաբար են գործում իշխանականների եւ ընդդիմադիրների մասով, բայց ախր դուք եթե չեք ասոցիացվում ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի, ելով ասոցիացվում, դուք ամենաշատն եք ասոցիացվում ՔՊ-ի եւ հիմա դուրս գանք հարցում անենք, հետո գործընկերներով գնանք հարցում անենք, դրանից ինչ է։ Վահե ջան, հիմա մենք նստած ենք ես որպես հիմքայլ հիմնադրամի ղեկավար քննարկում ենք մի հարց, որը բացառապես օրենքի շրջանակներում կարող է լուծվել։ Եվ ես լսում եմ լրագրողից հետևյալ նախադասությունը. մենք առաջնորդվում ենք տրամաբանությամբ օրենքները մի կողմ։ Եթե մենք որոշենք տրամաբանության դաշտում վիճել եւ եզրահանգումների գալ, կարող ենք դա էլ անել, բայց դա մեզ օգուտ չի տա, որովհետեւ ոնց օրենքները մի կողմ։ Ինչ նշանակում օրենքները մի կողմ, ասացիր, բայց մենք չենք խոսում, մենք խոսում ենք եւ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Օրենքները պետք է պահպանել անկախ ամեն ինչից, անկախ տրամաբանությունից, բայց նկատի ունեմ, որ իմ եւ գործընկերներից բոլորի հարցերը օրենքներից բացի եւ օրենքները չհակասելով տրամաբանության շրջանակներում են, մենք հասանենք
դուք որ տրամաբանությամբ եք առաջնորդում, այդ օրենքները դեռ դատարանքը վիճարկն եք հասկանան, օրինակ օրենք խախտել են թե չէ, դուք հիմա սուբյեկտիվ կարծիք եք ասում, որտեղ ձեր նկատմամբ օրենք են խախտել, շատ լավ, ընդունում եք գիտություն, դիմել եք դատարան, կհետևեք պրոցեսին։ Հուսով եմ, որ կհետևեք պրոցեսին, որովհետև ձեր եթե տրամաբանությամբ եք առաջնորդվում, գուցե կարիք չտեսնեք հետևել պրոցեսներին եւ օրենքներից ելնել։ Դատարանը օրենք խախտում չի տեսել ձեր նկատմամբ գործողությունները։ Կտեսնենք, եթե հարցերը կառուցել, եթե այսպես պարզվի, եթե այնպես պարզվի, ես ձեզ փաստերն եմ ասում։ Փաստերը նրա մասին են, որ Իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ, չեն հանդիսանում թեկնածուներ առաջիկա ընտրությունների ժամանակ, այդպիսով չեն խախտում բարեգործության մասին օրենքը, առավել ևս Իմ քայլը հիմնադրամի որևէ ծրագրի շրջանակում որևէ շահառուի հետ երբևէ տեղի չի ունեցել որևէ ձևով քարոզչություն, որովհետև ես ինչպես իմ իրավունքն եմ պաշտպանում, այնպես պաշտպանում եմ բոլորի իրավունքը, ընտրությունը, մարդու ազատ կամարտահայտությունը, մարդու ազատ քաղաքական կողմնորոշումը, դա ամենամեծ արժեքն է, որ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ամենաթանկ արժեքն է, եւ դա մենք բոլորս պիտի պաշտպանենք։ Առավել եւս, այսինքն քարոզչություն իրականացնում են բոլոր այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում, ուզում են մարդկանց ներկայացնել իրենց գաղափարները եւ ուզում են մրցել ընտրություններում։ Մենք Իմ քայլը հիմնադրամը որևէ ձևով ներգրավված չէ այդ գործողություններում։ Նախին լրագրողը կերպիվ հայտնի այդ խոսքը կար, որ նախին շանսյան ժամանակ ասում էին թղթերով ամեն ինչ կարգին է։ Հիմա թղթերով ամեն ինչ կարգին է տրամաբանության մեջ, բայց եթե թղթերով ամեն ինչ կարգին է, հիմա դուք իշխանության չեք լինի, որտեղ թղթերով ամեն ինչ կարգին է, դեռ չնշանակում, որ ամեն ինչ ճիշտ է։ Ես հիմա ձեզ ասում եմ թղթերով ամեն ինչ կարգին չէ, որովհետև այն ժամանակ, երբ որ 2022 թվականին Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենը եղել է իշխող կուսակցության վարչության անդամ եւ այդ ընթացքում հիմնադրամի գործունեությունը ծավալվել է եւ բարեգործական ծրագրերը իրականացվել են, թղթերով ամեն ինչ կարգին չէ։ Ես ձեզ հետ համաձայն չեմ, որ թղթերով ամեն ինչ կարգին է։ Դե դա ձեր խնդիրն է բացահայտել։ Իսկ դուք դրա մասին նույնիսկ տեղյակ չեք։ Հիմա է կարգին։ Չգիտեմ հիմա թղթերով կերևա, դատարան կգնանք կտեսնենք։